Եվ այլն, չէ, դրանք հետաքրքիր բաներ են, ընդհանրապես կոռուպցիայի ընկալում կա ընդհանրեն, որտեղ են ավելի շատ կոռուպցիա տեսնում։ Բանակում, ոստիկանությունում, հիվանդանոցներում, չգիտեմ, այս կամ դա որոշակիորեն եկեղեցին ունի վարկանիշ։ Վերադառնամ ձեր հարցի պատասխանին, եկեղեցին ցավոքսերտի դավաճանել է իր առաքելությանը, չի զբաղվել քաղաքականությամբ եւ դա հանցավոր որոշում է, չէ։ Մեղադրում են զբաղվելու համար։ Դե հենց այդ է, որ այս զանգվածին պիտի այդ մակարդակի մեջ բանանեն, սնունդ տան եւ այդ են տալիս, ասում են չպիտի զբաղվել քաղաքականությամբ։ Միշտ եկեղեցու պարտքն է, պատմական առաքելությունն է զբաղվել քաղաքականությամբ եւ հատկապես այնպիսի իրավիճակում, երբ երկիրը եւ ազգը եւ ժողովուրդը կորում է, ուր է եկեղեցին։ Եկեղեցին ինչ է արել։ Կաթողիկոսի երկու ողորմելի հայտարարությունները, մի անգամ 2020 թվականի հրաժարականի մասին, երկու անգամ էլ քարոզների մեջ, ասենց վախվորած կսմթելով կողքից առանց անուն տալու, բան ասենց ու հիացական ծափ են տալիս նայում սա է։ Այս կաթողիկոսն է մեղավորը նրա, որ ինքը թիրախավորվում է, եւ այս եկեղեցին է մեղավորը նրա, որ եկեղեցու ինստիտուտը եւ այդ բարձր կարեւոր երևույթը այսօր ոչնչացման արժեվ է կանգնած այս ռեժիմի ձեռքով, որտեղ իրենք այդպես են պահել, որ դարձել են խոցելի։ Դուք գտնում եք, որ ուզում եք ռեժիմը